Մարկոս 4-րդ գլուխ։ Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ, լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր լճի եզերքին։ Նա առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և իր ուսուցման ընթացքում նրանց ասում էր. Լսեք, ահա մի սերմանող ելավ սերմանելու։ Պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան այն։ Ուրիշ մասն ընկավ ապարաժի վրա, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր։ Բայց երբ արևը ծագեց, տաքացավ և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ։ Փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտվեց։ Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով պտուղ տվեց։ Մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 և մեկի դիմաց 100։ Եվ ասում էր. Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Երբ Հիսուսն առանձին մնաց, նրանք, ովքեր նրա շուրջն էին, աշակերտների հետ հարցրին նրան այս առակի մասին։ Հիսուսը նրանց ասաց. Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի։ Այնպես որ ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա, որով դարձի չեն գա, որ ներվի նրանց։ Ապա նրանց ասաց. Այս առակը չեք հասկանում, ապա ինչպես պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։ Նա, որ սերմանում է, Աստծու խոսքն է սերմանում։ Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Ապարաժի վրա սերմանվածները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն, բայց քանի որ իրենց մեջ արմատներ չունեն, այլ որոշ ժամանակի համար են, ապա երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում են։ Փշերի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, սակայն այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ Իսկ լավ հողի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, ընդունում այն և պտուղ տալիս։ Մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 և մեկի դիմաց 100։ Հետո նրանց ասաց. Միթե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի, չէ՞ որ աշտանակի վրա է դրվում։ Արդ ծածուկ բան չկա, որ չբացահայտվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա։ Թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի։ Ապա նրանց ասաց. Ուշադիր եղեք ձեր լսածներին, լսողներիդ ավելին կտրվի։ Ինչ չափով որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։ Ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի։ Հիսուսը շարունակեց. Այսպես է Աստծու արքայությունը, որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի, և նա ննջի թե վեր կենա, գիշեր թե ցերեկ, սերմերը կբուսնեն ու կաճեն, և նա չի իմանա, թե հողն ինքնաբերաբար բերք է տալիս, նա խոտը, ապա հասկը, և ապա լեցուն ցորենը հասկի մեջ։ Սակայն երբ բերք տա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հասած կլինի հնձի ժամանակը։ Եվ ասաց. Ինչի նմանեցնենք Աստծու արքայությունը կամ ինչ օրինակով ներկայացնենք այն։ Այն նման է մանանեխի հատիկին, որը երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը, բայց սերմանվելով բուսնում և ավելի մեծ է լինում, քան բոլոր տունկերը, և արձակում է այնքան մեծ ճյուղեր, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնադրել։ Հիսուսն այսպիսի առակներով էր նրանց ուսուցանում խոսքը, այնպես որ կարողանային հասկանալ, և առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։ Այդ նույն օրը երեկոյան կողմ Հիսուսն աշակերտներին ասաց. Եկեք անցնենք լճի մյուս կողմը։ Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։ Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այն աստիճան, որ նավակը գրեթե լցվում էր։ Իսկ նա նավակի հետնամասում բարձի վրա ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. Վարդապետ, քո հոգը չէ, որ ահա այստեղ կորչում ենք։ Արթնանալով Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. Դադարիր, լռիր։
Հողմը դադարեց ու կատարյալ հանդարտություն եղավ։ Ապա նրանց ասաց. Ինչու եք այդպես վախկոտ։ Դեռևս հավատ չունեք։ Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. Ո՞վ է արդյոք սա, որ թե հողմը, թե լիճը հնազանդվում են նրան։